գալուստ ասենք, Աստծո ժողովրդին բարի եկաք, Տերոջը դունը։ Ուզում եմ մի սաղմոսով սկսեմ։ Դերը իմ հովիվս է, ես բանի մգարոդություն պիտի չունենամ։ Ես շատ բանի գարոդություն ունեմ, բայց քանի որ դերը իմ հովիվս է, ես բանի մգարոդություն պիտի չունենամ։ Զիս խոդավետ արոտներու մեջ կբարգեցնե, հանդար չուրորուքով գարաշնորդ է ինձի, հոգիս կնորոք է, իր անվան համար արդարության ճամփաներու մեջ ինձի գարաշնորդ է։ Թեև մախման շուկի ձորի մեջ ալ բդդիմ, չարեմ պիտի չվախտամ, վասնզի դուն ինձի հետ ես, քու ցուպը դու գավազանդ անոնք սիս պիտի մխիթարեն։ Սեղանգը բադրաստես իմ արջևս, իմ թշնամիներուս դիմաց, իմ գլուխս յուղով գոձես, իմ բաժակս խիստ լեցուն է, իրավի բարերարությունն ու ողորմությունը միշտ ինձի հետ պիտի գան, կյանքիս բոլոր օրերուն մեջ, և շատ օրեր, շատ օրեր, Տերոջը դունը պիտի բնակվինք, ամենս էլ, իրեն պարկ հավիդյանս ամեն։ Իշում եք հիվանդանոցից որելա, առաջի կարոզը այս սամոսի վրայով, որդև հիվանդանոցում բարգած շատ մխիթարեց ինձ, թեև մախվան շուկի ձորի մեջ ալ բդդիմ, քանի որ դերը իմ հովիվս է, եթե մախվան շուկի ձորը իչա, դերը հետս իչավ, չէ, այն որ իչավ, ինձ հետ միասին, նույն դերն էր, որ ինձ մախվան շուկի ձորից վեր հանեց, և 45 որ բարգելուց հետո հիվանդանոցում դուն եկանք, բարքիր անվանա։ Այսօր դարձյալ բերի շարունակ եմ, ինչ որ խոսում էի, չէ, ազգերի դադաստան էր, չէ, այդպես չէր, ազգերի դադաստանը, որոշ այս պաստարն են դրի, առաջի դադաստանը համար մեկ հավատացյալների մեղքի դադաստաններ խաչի վրա կատարվեց, Հիսուս մեր մեղքերը վերցրեց խաչի վրա, որովհետև մենք մեղքերից ազատվենք։ Երկրորդ դադաստանը այստեղ հավատացյալների գործերի քննությունը օդի մեջ, երբ մերելների հարություն և հափշտակություն լինի, մենք պիտի բարձրանանք օդի մեջ Տերոջը առջև, մեր գործերի և մեր խոսքերի, մեր կյանքերի համար պիտի այդտեղ քննություն պիտի տանք և վարձատրություններ պիտի լինի, որից հետո արսանյաց սրահը պիտի գնանք, գարնուկի հարսանիքը, և այս պիտի դեպի 7 դարի երկնքում պիտի մնանք Տերոջի հետ 7 դարի։ 7 դարվա ընթացքում մեծ նեղության շրջանն է լինելու այստեղ, և հաջորդ դադաստանը, երրորդ դադաստանն է, հրյաների դադաստանը, սրա մասին էլ խոսեցինք, որը պիտի դեպի 7 դարի, նեղության շրջանը, որը բաժանվում է երկու մասի, 3.5 և 3.5 տարի։ Վերջի 3.5 տարին պիտի լինի ավելի սոսկալի, որը կոչվում է մեծ նեղություն։ Հաջորդ դադաստանը, որի վրա խոսեցինք ու պիտի խոսենք, 4-րդ դադաստանը, ազգերի դադաստանը, the nations։ Ազգերի դադաստանն է, անմիջապես նեղության շրջանի ավարտին և հազարամյա Քրիստոսի թագավորության սկիզբը նախքան սկսելը ազգերի դադաստանը պիտի լինի
ես անցյալ առիթով որոշ բաներ խոսել էի եւ ելի պիտի շարունակեմ եւ քանի որ նեղության շրջանը եւ ազգերի դատաստանը մեկը մյուսին հաջորդում է շատ սերտ կապ ունեն եւ երկուսից էլ պիտի հիշենք այսօր ազգերի դատաստանը համար 4 Նյութը Դադաստանի ազգերն են Դադաստանի ժամանակը Քրիստոսի հայտնվելով Դադաստանի վայրը Փարած Աթորը Ոսապադի ովդում Բաճարը Դադաստանի Հիսուսի եղբայրների նկատմամբ եղած հադուցումը Հետևանքը Դադաստանի որոշ ազգերի փրկությունը եւ ուրիշներին գործանումը այս Դադաստանը լինելու է դեր ապագային մենք պետք է նկատի առնենք Դադաստանի ժամանակը Դադաստանի վայրը եւ Դադաստանի պատճառը Դադաստանի ժամանակը Քրիստոսի հայտնությունն է, երբ ինքը գա եւ հաստատի իր հազարամյա թագավորությունը երկրի վրա։ Այստեղ է որ ցույց տվի։ Դադաստանի ժամանակը, ազգերի Դադաստանի ժամանակը։ Երբ Քրիստոս հայտնվի Քրիստոս պիտի հայտնվի եկեղեցի հետ միասին եւ բազում հրեշտակների հետ միասին, երկնային փառքի հետ միասին պիտի հայտնվի երկրի վրա այստեղ Սիտենյաց դերան վրա որոշ համարներ գարտամ համապատասխան տեսնենք ինչ է գրված առաջ նախ գարտանք հայտնության գլխի եւ 19-րդ գլուխը 19-րդ գլուխ եւ 11 համարից եւ դեսա երկինքը բացված եւ ահա ջերմակ թիմը ու անոր վրա հեծնողը հավատարիմ ու ճշմարիտ կսվի եւ արդարությամբ Դադաստան կդեսնե ու կբادرազմի եւ անոր աչքերը գրագի բոցի պես էին ու անոր գլխուն վրա շատ թագեր գային ու գրված անուն մը ուներ որ մեկը չի գիտեր բայց միայն ինք եւ արյունով ներգված հանդերձ մահակեր էր ու անոր անունը բան Աստծո գսվի ու երկինքի մեջ եղող զորքերը անոր յետևեն գերտային ջերմակ թիերով ջերմակ ու մաքուր բեզներ ակած եւ անոր բերնեն սրած սուրմը գելներ որբեսի անով ազգերը զարնե ու ինքը երգաթե գավազանով պիտի հովվեր զանոնք որ ամենագալ Աստծո սաստիկ բարգության գինիի հնձանը ինքը պիտի գոխե եւ իր բատմուջանի վրա ու իր ազդերի վրա գրված գիրմը ուներ թակավոր թակավորած եւ դերանց դարձյալ հայտնության 16-րդ գլխի 16 համարը Ուզանոնք տեղը ժողվեցին, որ եբրայեցերեն Արմագեդոն գսվի։ Արմագեդոն բառը շատ պոպուլար է եղած, չէ, շատերը լսած կլնեք։ Արմագեդոնի պատերազմ, բայց շատերը չգիտեն ինչ պատերազմ է դա, ինչի համար է։ Արմագեդոնի պատերազմը, Արմագեդոն նշանակում է ըստ եբրայերենի Հարմագեդոն։ Հարմա նշանակում է լեր։ Հարմագեդոնը նշանակում է Մագեդոնի լերը։ Դա որտեղ որ
Եղիա մարգարեն այդ հեղեղադի մեջ ջուրեր խմում եւ մնաց այնտեղ որոշ ժամանակ Կարմեղոս լերը գար այնտեղ եւ այդ ձորի մեջ մնաց բավական ժամանակ դրա շարունակությունն է Հարմագեդոնի դաշտը լերան դաշտը բացատ մնա որտեղ որ ժամանակին շատ պատերազմներ են եղել եւ այնտեղ պիտի հավաքվի ազգերի բանակը ների բանակը որովհետեւ պատերազմի Քրիստոսի հետ ուրեմն այդ 10 երկրները եւ ների բանակը պիտի հավաքվեն Արմագեդոնում ասոնք Գառնուգին հետ պատերազմ պիտի անեն ու Գառնուգը անոնց պիտի հաղթե Քանզի անիկա դերերուն դերն է ու թագավորներուն թագավորը եւ հանոր այդ եղողները գանչված ու ընդրված եւ հավատարիմ են Դասնիներորդ գլխից պիտի գարտամ 19-րդ գլուխ առաջի համարը արդեն գարտացի այդտեղ, չէ։ Եվ դեսա Գազանը ու երկրի թագավորները ու անոնց զորքերը մեկտեղ ժողվված բادرազմնելու անոր հետ որ ձիու վրա հեծեր են ու անոր զորքերուն հետ եւ Գազանը բռնվեցավ ու անոր հետ ցույց մարգարեն որ անոր արչեւ նշաններ երավ որոնցով մոլորեցուց Գազանի դրոշմը ընդունողները եւ անոր բատկերին երկրբակություն ունողները երկուսն էլ ողջ ձգումով վարած գրագիլիջի մեջ ցկվեցան Դանիել մարգարեն դրանց մասին ասում է եւ բռնվեցին նրանք եւ առանց ձերքի այսինքն ասված արեց մարդու չէ եւ գրագիլիջին հետվեցին այստեղ նույնպես հայտնության գրքի մեջ գրված էր որ երկուքն էլ ողջ ձգումով արած գրագիլիջը ցկվեցան այստեղ Ուրեմն բادرազմից հետո բռնվեցին եւ երկուսն էլ ողջ գրագի լիճը ցկվեցին Եվ հրեշտակ մտեսա որ երկինքեն գիչներ ու անդոնդին բանալին եւ մեծ շղթամ ուներ Մեր ձերքը եւ բռնեց վիշապը այն այսինքն առաջին օծը որ բանսարգուն ու սադանան է կաբեց ցանիգա 1000 տարի ու անդունդը ձգեց ցանիգա եւ գոցեց վրայեն որբեսի այլևս ազգերը չմոլորեցնե մինչեւ 1000 տարին լրանա Ուրեմն նրանք տածումով արած գրագնիջը պիտի գնան, Գազանը եւ սուտ մարգարեն, որ նրա արջև շատ հրաշքներ արեց եւ մարդկանց մոլորեցրեց եւ բոլորին ստիպում էր որ պատկեր շինեն եւ իրեն երկրբակեն։ Երկուսն էլ այստեղ գնացին, Իստադանան բռնվեց հրեշտակի ձեռքով եւ գրագիլիջը չգնաց, այստեղ գնաց։ Անդունդի մեջ 1000 տարի գապվեց որովհետեւ ազգերին չմոլորեցնի Ուրեմն տեսնում ենք որ ազգերին մոլորեցնողը սատանան ինքն է մարդիկ նրա ազդեցության տակ ամեն սխալ բաներ անում են Մի հատված էլ գարտամ Զաքարիայի մարգարեությունից Զաքարիա
եւ 9 համարը Տասնչորս գլուխից պիտի գարտամ մի համար, քանզի բոլոր ազգերը բادرազմի համար Երուսաղեմի վրա պիտի ժողվեն։ Թեև անողը ները ինքն է, բայց տեսնում ենք, որ Աստծո թույլտվությամբ է լինում։ Բոլոր ազգերը բادرազմի համար Երուսաղեմի վրա պիտի ժողվեն։ 12-ի 9 համարը եւ պիտի լա որ այն օրը Երուսաղեմի վրա եկող բոլոր ազգերը բնաջինջ ընելու յետևե պիտի լամ։ Նրանք պիտի հավաքվեն, որպեսզի գործանեն Երուսաղեմը, բայց Աստված նրանց պիտի գործանի։ Եվ դերը պիտի ելլե ու այն ազգերուն հետ պիտի բادرազմի, ինչպես բادرազմին օրը բادرազմեցավ։ Եվ այն օրը անոր ոտքերը ձիթենյաց լերան վրա պիտի գայնին, որ Երուսաղեմի առջև է, դեպի արևելք։ Եվ ձիթենյաց լերը պիտի դեպի արևելք ու դեպի արևմուտք, գեսեն պիտի բադրի, եւ խիստ զորմը պիտի լա։ Ուրեմն դերը փառքով ու զորքով եկեղեցի հետ միասին պիտի կա Ձիթենյաց լերան վրա է, և ձիթենյաց լերը, ասում է մարգարեն, պիտի բادرվի, երկու գես պիտի լինի, մեկը Հիսուս, մեկը հարավ, և պիտի եշնի այնտեղ, ձիթենյաց լերան վրա։ Վայրը, որտեղ որ Դադաստանը պիտի լինի, Հովսապատի հովիտն է, սրանից առաջ խոսել է այդ մասին արդեն, Երուսաղեմի արվարձանն է, Հովսապատի հովիտը։ Հովելի մարգարեությունը հստակ ցույց է տալիս, որ ազգերի Դադաստան է լինելու Հովսապատի հովդում։ Կարդամ այդ երկու համարը։ Քանզի ահա այն օրերը ու այն ժամանակը, որ ես Հուդայի ու Երուսաղեմի գերությունը պիտի դարձնեմ, այնադեմ բոլոր ազգերը պիտի ժողվեմ ու զանոնք Հովսապատի հովիտը պիտի իջեցնեմ եւ հոն անոնց հետ դատ պիտի վարեմ իմ ժողովրդից ու իմ ժառանգությանս Իսրայելի համար զոր ազգերու մեջ ծրվեցի։ Ուրեմն Հովսապատի հովիտը այն վայրն է, որտեղ որ ազգերի Դադաստանը պիտի լինի։ Անմիջապես երկրի վրա գալուց հետո շատ կարևոր տեղ է բռնում այս Դադաստանի մեջ, Դադաստանի պատճառը։ Դադաստանի պատճառը Քրիստոսի եղբայրների հանդեպ եղած անիրավության հատուցման համար։ Քրիստոսի եղբայրները, սա է շատ կարևոր է, անցյալ առիթով խոսել էի ձեզի, ովքեր էին Քրիստոսի եղբայրները, ոչ թե անոնք, որ մարմինի որդիներ են, Աստծո որդիներ ալեն, այն հրյաները, Աբրահամի սերունդով ասված օրհնեց, ովքեր էին Աբրահամի սերունդը, երկնային Իսահակը, այսինքն Քրիստոսը, եւ չի ասում քու ազգերուդ, քու սերունդներուդ, որպես թե մեկի, քու սերունդիդ, Աստծո բոլոր խոստումները Քրիստոսի մեջ են։ Եվ Հիսուս շատ հստակ խոսեց. Դուք ձեր հորմեն սատանայեն եկեցավ Հիսուս, որովհետև Հիսուսին անարգում էի, եթե դուք Աստծուց լինեիք, ինձ պիտի ընդունեիք, ասեց Հիսուս, բայց քանի որ իմ խոսքս ձեր մեջ դեղ չունի, դուք Աստծո որդիները չեք։ Մի խոսքով բավական խոսել էի այդ մասին, չեմ ուզում նորից կրկնել նույն բաները։
Եթե գարտակ դերոջ հրեշտակը գրքի ամենավերջի վերնագիրը, այնտեղ Հիսուսի օրը վերնագիրն է։ Այդ հատվածի մեջը շատ հստակ ես դրել եմ այնտեղ, որ ովքեր են իսկապես Հիսուսի եղբայրները։ Դա նյութ է, շատ եկեղեցիների համար նյութ է։ Հիսուսի եղբայրները ովքեր են։ Դե եւ շատ սխալ հասկացողություններ կան։ Նեղության շրջանի հրյա Քրիստոսի եղբայրները։ Նեղության շրջանին այն ազգերը կամ անհատները, որոնք սիրալիր օգնեցին եղբայրներին, գերագրելով նրանց, հակվեցնելով, նրանք կոչվելու են ոչխար գարքի ազգեր, բայց ովքեր ադեցին, հագարակվեցին, հալածեցին, չօգնեցին նրանց նեղության շրջանին, մարմնավոր հրյաներ կամ ազգեր պիտի կոչվեն այդ կարգի ազգեր։ Մենք բնաբանը չգարտացինք, վարտան այստեղ լներ կգարտար, բայց դուք բնաբանը գիտեք, չէ, բոլորը դել։ Մատթեոսի 25-րդ գլուխ 36 համարից մինչև 41 համարը։ Մենք պետք է զանազանենք շատ կարևոր մի բան։ Շնորհքի շրջանի հրյաները եւ նեղության շրջանի հրյաները։ Նեղության շրջանի հրյաները եւ շնորհքի շրջանի հրյաները։ Շնորհքի շրջանի շնորհքը եկեղեցի շրջանն է, չէ՞։ Եկեղեցի շրջանը։ Այս շնորհքի շրջանի հրյաները կամ Քրիստոսի եղբայրները ովքեր են դրանք։ Ովքեր որ Քրիստոսին ընդունել են եւ Քրիստոսի կյանքը ունեն, նրանք Քրիստոսի եղբայրներն են։ Նրանք եկեղեցիի անդամ են, այն հրյաները, որոնք ընդունել են Քրիստոսին, նրանք եկեղեցիի անդամ են։ Գարտամ մի գլուխ, մի համար, Գաղադացիս 3 գլուխ 28 համարը։ Վասնզի ամենը դալ Աստծո որդիներ եք Քրիստոս Հիսուսի վրա եղած հավատքով։ Քանզի դուք ամենդ որ Քրիստոսով մգրդվեցաք, Քրիստոսը վրանից հակած եք։ Այսուհետև ոչ հրյագա, ոչ հույն, ոչ ծառա, ոչ ազատ, ոչ արու չգա, ոչ ալ էգ, ոչ ալ ազատ, ոչ ալ արու չգա։ Դուք ամենդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։ Մեկ եք, միասին եք չէ, միասին եկը դարբեր է, մեկ, որպես մեկ անձնավորություն։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եկեղեցին գլուխը։ Աբա եթե դուք Քրիստոսին եք, ուրեմն Աբրահամի սերունդ եք, ու խոստմունքին նայելով ժառանգներ։ Եվ Աստված ասաց, քու սերունդովդ ազգերը պիտի օրհնեմ։ Սերունդը ոչ թե Իսահակն էր, որովհետև Իսահակին էլ հետո Աստված նույն բաները ասեց, ինչ որ Աբրահամին ասեց, քու սերունդովդ Իսահակին էլ ասեց, ուրեմն Իսահակը չէր սերունդը, Իսահակը շուկն էր Քրիստոսի, Աստծո սերունդը, խոստմունքի սերունդը, Աբրահամի որդին Հիսուս Քրիստոսն է, եւ Աստծո բոլոր խոստումները Քրիստոսով է, այն որ Քրիստոսը ունի, Քրիստոսի եղբայրն է եւ բոլոր խոստումները ունի ինքը։ Ուրեմն մենք պետք է որ զանազանենք կարևոր մի բան։ Շնորհքի շրջանի հրյաները, որոնք Քրիստոսի մարմնի անդամ են եւ
իսկականից նրանք են Քրիստոսի եղբայրները։ Եվ նեղության շրջանի մեջի եղբայրները, մարմնավոր եղբայրները Քրիստոսի, սրանք տարբեր են։ Եվ մարդիկ, քանի որ չեն զանազանում, իմ եղբայրներից ըրիկ, ինձի էլ ըրիկ, խոսքը եկեղեցիներ կան ասում են, որ մենք պետք է որ հիմակվա հրյաներին, Նաթանյահուին, պետք է որ օգնենք մենք։ Սա մեծ մոլորություն է, այդպիսի բան չկա։ Ֆիլիպպեցիս առաջի գլխի մեջ հետևյալն ենք կարդում, Պողոս առաքյալն է ասում մեզ. Ֆիլիպպեցիս առաջին գլուխ 9 համարը. Այսօր համար Աստված դալ այս աղոթքը գնեմ, որ ձեր սերը հետզեդ է ավելի շատնա գիտությունով ու բոլոր ընտրողությունով։ Առաքյալը աղոթում է, որպեսզի ընտրողությունով իրենց սերը շատնա եւ ընտրելու այդ կարողությունը ունենան, որպեսզի դուք տարբեր բաները զանազանեք։ Հավատացյալը տարբեր բաները պետք է որ զանազանի։ Որպեսզի մինչև Քրիստոսի օրը անգեղծ եւ առանց կայտագեղության ըլլակ։ Հավատացյալները պետք է զանազանեն այս դարաշրջանները։ Չես կարող օրենքի շրջանը եւ շնորհքի շրջանը նույնացնել։ Բաբելական շրջանը չես կարող շփոթել նախաջերեղեղյան շրջանի հետ, կամ այս շրջանը թագավորական հազարամյայի շրջանի հետ, այս շրջանները պետք է որ տարբերությունը զանազանվի, հավատացյալը պետք է որ սովորի զանազանել այդ բաները։ Եվ ոչ թե իրեն հարց տա, որ հավատքով գարտարանա, թե օրենքով գարտարանա, այլ դա է պատճառը, որ այս զանազանությունները չգիտեն իրենք։ Մենք պետք է որ սովորենք զանազանել սրանք։ Պետք է զանազանենք շնորհքի շրջանի հրյաները, որոնք Քրիստոսը ընդունել են, որպես իրենց մեսիան թագավորը, եւ Քրիստոսի եղբայրներն են դարձել։ Եվ մենք տարբերելու ենք օրենքի շրջանի կամ նեղության շրջանի հրյաները։ Դա շատ կարևոր է։ Ուրեմն սրանք նեղության շրջանի հրյա եղբայրներն են։ Այն որի մասին որ մենք խոսում ենք, նեղության շրջանի եղբայրներն են սրանք։ Քրիստոսի եղբայրները նեղության շրջանին։ Ուրեմն նեղության շրջանի երկու դասակարգի հրյաներ կան։ Կան ներկայիս մարմնավոր հրյաները, սիոնիստ հրյաները եւ նեղության շրջանին Քրիստոսը ընդունող հրյաները, որոնք որդի եղբայր դարձան իրեն։ Իմ եղբայրներուս ըրիկ դրանք են Հիսուսի եղբայրները, որ նեղության շրջանի մասին խոսում է։ Որտեղ դատաստանը, ազգերի դատաստանը, որտեղ որ այդ խոսքը խոսվեց, սա նեղության շրջանից հետո է, որտեղ աբակային պիտի լինի, հիմա չէ։ Ուրեմն ովքեր են նեղության շրջանի Քրիստոսի եղբայրները, երկու դասակարգի են ասեցինք։ Մի մասը նեղության շրջանին ները Ագաքրիստոսը պիտի ընդունեն որպես մեսիա, նրանք են։
Երկրորդ Թեսաղոնիկեցիս երկրորդ գլխի 10-11 համարների մեջ առաքյալ այսպես է գրում. որովհետև նրանք ճշմարտության սերը չընդունեցին, որ փրկվեն։ Անոր համար Աստված զորավոր մոլորություն պիտի ղրգե, որովհետեւ սուդին հավատան։ Եվ նրանք սուդին պիտի հավատան։ Այսինքն ներին։ Եվ Հիսուս ասում է Հովաննու 5-րդ գլուխ 43 համարի մեջ. ես իմ հորս անունով եկա ու ինձ չընդունեցիք, բայց մեկը եթե իր անունով գա, նրան պիտի ընդունեք, եւ նրանք պիտի ընդունեն ները, Հագա Քրիստոսը։ Եվ ները ընդունելով նրա գնիքն էլ պիտի ընդունեն։ Սրանք մարմնավոր սիոնիստ կոչված հրյաներն են, որոնք նեղության շրջանին դարձյալ պիտի մերժեն Քրիստոսը։ Որպես սիոնիստ հրյաները որոշ բաներ ունեմ այստեղ կարդամ ձեզի։ Սիոնիզմը եւ հագաստեմականությունը։ Սիոնիզմը որպես ծրագիր այն սկսվեց 48 թվականին, խոսեցինք այդ մասին, մայիս 14-ը իր անկախ պետականությունը ունեցավ։ Եվ կան սիոնիզմի կառավարող 3 հիմնական ծրագրեր. կրոնական, տնտեսական եւ քաղաքական ծրագիր։ Կրոնական ծրագիրը հավատալիքների նորությունն է 5 դագարանի մարգարեությունների վերահաստատելը հրեական պաշտամունքը սկսելը վերակառուցված տաճարում։ Տնտեսական ծրագիրը անկախ լինելն է տարբեր երկրներից, այժմ ունեն զորավոր արդյունաբերական տնտեսություն եւ ապրում են իրենց որդադունգի ու թզենի տակ, ինչպես իրենք կարծում են, թեև իրենք պատերազմի մեջ են հիմա։ Քաղաքական ծրագիրը նորոգել է իրենց ազգային հույսը, վերականգնել ազգը խոստացյալ առաջնորդի երկար հուսացված եւ սպասված Դավիթի որդուն Մեսիայի իշխանության ներքո։ Եկավ Հիսուս եւ չընդունեցին նրան։ Մի համար գարտամ Երեմիա 30-ից, Երեմիա 30 եւ 9 համարն է, այն օրը գսե Զորաստերը անոր լուծը, այսինքն թշնամիների լուծը, քու բարանոցդ պիտի գոդրեմ եւ քու գաբերդ պիտի փալցնեմ, ուզանիգա մեյ մնալ օդարները պիտի չձարայեցնեն, հաբա անոնք իրենց Տեր Աստծուն եւ իրենց Դավիթ թագավորին ձարայություն պիտի ենեն։ Իրանք այս բանի հույսը ունեն, բայց Դավիթ թագավորի որդի եկավ մարմինի կողմանը եւ չընդունեցին նրան։ Հագաստեմական ադելությունը իրենց պապակելի մասն է ազգը դուրս բերել երկրներից, որտեղ նրանց աջող թիվը եւ սովորությունները դարձել են սպառնալիքի եւ ադելության պատճառ։ Իսրայելը փորձարու է Եգիպտոսի ժամանակվա հալածանքներին, որ օրինակ է, որի մասին խոսում են մարգարեները։ Երեմիա մարգարեն գրում է. Հակոբի նեղության ժամանակը, երբ Աստված ազգերի լուծը գոդրելու է իրենց պարանոցից եւ նրանց գերությունը օդար երկրներից, այնուհետև ազատվելով ազգերի նախադինքից չեն ծառայելու օդարներին, հաբա իրենց Դավիթ թագավորին պիտի ծառայեն։ Այս երկու նշանները սիոնիզմը եւ հագաստեմականությունը, որոնք դարձել են ավելի ու ավելի նշмарելի փաստեր են, ինչպես բողբոջում է թզենու ծառը, գառնանը, որը համարյա դերևները ցցվում են, ուրեմն ամառը մոտ է։
եւ դերոջ վերադարձը հերու չէ։ Ուրեմն այս երկու ծրագիրներ համարոտ մարմնավոր Իսրայելը հիմա հնարավոր է այս սիոնիստ հրյաները Քրիստոսի եղբայրները լինեն։ Շատ բարձ է, որ ոչ, նրանք չեն կարող Քրիստոսի եղբայրները լինեն, թեև մարմինի կողմանը իրենք Իսրայելացի են իրենք, բայց մենք կարծացինք, քանի անգամ խոսեցինք, որ ամեն Իսրայելի եղողները չեն, որ իսրայելացի են։ Եվ ոչ էլ Աբրահամի սերունդ են։ Ուրեմն նեղության շրջանին Քրիստոսի ընդունող հրյաները, սրանք են Աստծո որդիները, սրանց համար ինչ ասեց Աստված, Զաքարիայից կարդամ մի երկու համար, 12:10, Եվ Դավիթի տանը վրա ու Երուսաղեմի բնակիչներուն վրա շնորհքի եւ աղոթքի հոգի պիտի թափեմ, եւ անոնք ինձ իրենց խոցածին պիտի նային, ու անով վրա մեկ հատիկ սավագի վրա ողբալու պես պիտի ողբան։ Ուրեմն Աստված այցելություն պիտի անի նրանց։ Անոնք իմ անունս պիտի կանչեն, ու ես անոնց պատասխան պիտի դամ, ես պիտի ասեմ, թե անիկա իմ ժողովուրդս է, անոնք ալ դերը իմ Աստվածս է պիտի ասեն։ Ուրեմն որոշը պիտի փրկվեն նրանք, դարձի պիտի գան նեղության շրջանին եւ պիտի ընդունեն Քրիստոսը եւ պիտի դառնան Քրիստոսի եղբայրները։ Բազում համարներ կան այս ուղղությամբ, բայց մենք այդքան ժամանակ չունենք։ Ուրեմն երկու մասի բաժանվեցին։ Տեսեք, մի քանի համար այստեղ Դանիելի մարգարեությունից։ Դանիելի մարգարեությունը եւ Սուրբ ուխտին դեմ պիտի բարգանա, ների մասին է խոսքը, ու բան պիտի տեսնե եւ պիտի դառնա, ու Սուրբ ուխտը թողողներուն ուշադրություն պիտի ենե, ու անոր կողմեն բազուկներ պիտի գայնին, եւ սրբարան ու ամրոցը պիտի բղձեն, մշտնջենավոր զոհը պիտի վերցնեն, ու ավրող բղձությունը պիտի դնեն։ Տաճարի մեջից ները պիտի նստի եւ ինքը իրեն ցույց տա, որ ինքը Աստված է։ Եվ ուխտին դեմ ամբարիշտություն ընողները շողոքորթությունով գլխե պիտի հանե։ Բայց իրենց Աստվածը ջանցողներ ժողովուրդը ուժ պիտի գտնեն ու բան պիտի տեսնեն։ Ուրեմն երկու մասի բաժանվեցին։ Մի մասը ներին հավատալով նրա կողմը բռնեց, մյուս մասը նրա գեղձ լինելը պիտի իմանան եւ պիտի մերժեն ները եւ նրա գնիկը։ Ուրեմն այստեղ պիտի սկսվի ագամարտություն, մեկը մյուսի դեմ պիտի մատնեն, պիտի հալածեն, պիտի սպանեն իրար։ Եվ ժողովրդին խելացիները շատերուն պիտի սորվեցնեն ու ադեն մսուրի գրագի գերության հապշտակության պիտի հանդիպին ու երբ այս բաներուն հանդիպին քիչ մը օգնություն պիտի գտնեն Քրիստոսի եղբայրները անժամանակվա ու շատերը շողոքորթությունով անոնց պիտի հարին, բայց խելացիներեն ոմանք այս բաներուն պիտի հանդիպին, որովհետեւ մինչև վերջին ժամանակը զանոնք փորձե մաքրե ու ջերմկցնե
Կանզի անիկա դագավի որոշ ժամանակի մեջ պիտի դևե։ Եվ այսպես ների մասին այստեղ բաներ կա գրված, եւ մենք այդքան բան չունենք, ժամանակ չունենք։ Եվ այն ժամանակու ժողովրդից որդիներուն վրա գայնող Միքայել մեծ իշխանը պիտի ելե ու այնպիսի նեղության ժամանակ պիտի լա, որ ազգը լալեն միջև այն ադենը եղած չէ, եւ այն ժամանակու ժողովուրդը պիտի ազատի։ Ովքեր էին այդ քու ժողովուրդը դեսվածները, այսինքն ով որ գիրքի մեջ գրված գտնվի։ Նրանք որ Քրիստոսի եղբայրը դարձան, նրանց մասին է խոսքը։ Եզեկիելի մարգարեությունը հետաքրքիր էր, որ ասեց, այն օրը ձեզի գավազանի դագից պիտի անցնեմ, չէ՞։ Գավազանի դագից անցնելով ինչ պիտի աներ, ոմանք մի մասը ուխտին գաբին պիտի գաբեմ, իսկ մյուս մասը ինձի աբստամբ եղողները պիտի բաչեմ, ասեց Աստված։ Ուրեմն իրենց մեջ բաժանում առաջացավ, մի մասը ճշմարիտ Քրիստոսը պիտի ընդունեն, մյուս մասը ները պիտի ընդունեն։ Մենք տեսնում ենք նաև հայտնության գրքի 7-րդ գլխի մեջը գրված է 144,000 Իսրայելցիների համար, ամեն ցեղից 12,144,000, սրանք բոլորը Քրիստոսին դարձողներն են, նեղության շրջանին։ Այս բոլորը նեղության շրջանին չէ, այստեղ։ Մենք պետք է որ զանազանենք, շնորհքի շրջանին չի, հիմա չի, երբ որ եկեղեցին հափշտակվի երկինք, նեղության շրջանը կսկսվի, այն ժամանակվա մասին է այս դասանի խոսքերը, ինչ որ ասում եմ հիմա։ Ուրեմն Աստված հատուկ գնքեց 144,000 գնքվածները, որոնք ամեն ցեղից 12,000 ժողովուրդ, սրանք ավետարանիչներ են, Քրիստոսը ավետարանողներ են։ Մատթեոսի 24-րդ գլխի 13 համարի մեջ դերը այսպես ասեց. Եվ այս արքայության ավետարանը բովանդակ աշխարհի մեջ պիտի քարոզվի ու ետքը պիտի գա։ Եվ այս արքայության ավետարանը բովանդակ աշխարհի մեջ պիտի գնային քարոզելու, հետո վերջը պիտի գար։ Մենք գիտենք, չէ, արքայության ավետարանը որն է, քանի անգամներ խոսել ենք, երկինքի թագավորությունը եւ Աստծո թագավորությունը տարբեր բաներ են, ասել ենք, չէ։ Աստծո թագավորությունը դիեզերական է, նրա մեջ մտնողները վերստին ծնունդ ունեցողներն են։ Երկինքի թագավորությունը Աստծո թագավորության երկրավոր սահմանում է, այս է։ Մեսիայական թագավորությունն է, արքայության ավետարանը Մեսիայի հռչակումն է, ավետարանն է։ Նեղության շրջանին այդ ավետարանը պիտի քարոզեն։ Երբ Հիսուս երկրի վրա էր եւ մգրդվեց ինքը, հետո գնաց քարոզելու։ Ինչ էր քարոզում, ապաշխարեցեք, երկինքի թագավորությունը մոտեցած է։ Նույնն էլ աշակերտները քարոզեցին։ Բայց Հիսուս ասեց, ճշմարիտ եմ ասում, Իսրայելի քաղաքները պիտի չվերջացնեք այս քարոզությունով։ Եվ երբ որ Հիսուսը մերժեցին, հրեական տնտեսությունը կանգ առավ ժամանակացույց հրեաների եւ ավետարանը գիսատ մնաց, չքարոզվեց ամբողջությամբ։ Ուրեմն
Երկինքի արքայության ավետարանի քարոզը կանգ առավ, հրեական շրջանը կանգ առավ եւ շնորհքի շրջանը սկսավ։ Աստված իր ժողովուրդ իր եկեղեցիի մեջ իր ժողովուրդը առավ։ Բայց երբ որ եկեղեցին ապուշտակվի եւ հրեական տնտեսությունը սկսվի, նորից կանգ առած փոստփոն եղած արքայության ավետարանը ելի պիտի քարոզվի։ Եվ Հիսուսը ստավ բովանդակ աշխարհի մեջ պիտի քարոզվի, ինչ պիտի քարոզեին, ապաշխարեցեք, Աստծո թագավորությունը գալիս է, թագավորը գալիս է, Մեսիան գալիս է, ապաշխարեցեք, պատրաստվեք, դա պիտի քարոզեն նրանք։ Եվ 144,000-ը ավետարանիչներ են, եւ այն ժամանակ Հիսուսին շատեր պիտի հավատան։ Նրանք բոլոր աշխարհը պիտի գնան քարոզելու, որ երկիրը գնան, այդ երկրի լեզվով պիտի հասկանան իրենց։ Եվ դարձի պիտի գան մարդիկ, շատերը պիտի հավատան։ Աստղի ետև դեսա եւ ահա մեծ բազմություն, զոր մեկը չէր գրնար համրել, բոլոր ազգերեն, ցեղերեն, ժողովուրդներեն ու լեզուներեն, որոնք աթորին արջև ու գառնուգին արջև գեցեր էին, ջերմակ հանդերձներ հակած եւ ձեռքերնին արմավենիներ բռնած։ Եվ հրեշտակը ըստավ, ասոնք, որ ջերմակ հանդերձներ հակած են, ով են, ուրգե եկան, ես ալսի անոր դերիմ դուն գիտես, ու ըսավ ինձի, ասոնք են մեծ նեղություն է եկողները, որոնք իրենց հանդերձները լվացին, ու զանոնք կարնուգի արյունովը ջերմակցուցին։ Ասկերի դեսա մեծ բազմություն ազգերից, լեզուներից, երբ որ նրանք կնացին ավետարանելու արքայության ավետարանը, մեծ դեղության շրջանի ժողովրդից ազգերը, լեզուները, շատերը հավատացին եւ դարձան Հիսուսի որդին եղբայրները։ Ուրեմն, թե հրեաներից, թե փրկված ազգերից, սրանք դարձան Հիսուսի եղբայրները։ Եվ սրանք, քանի որ ները մերժեցին, մեծ հալածանքի պիտի ենթարկվեն։ Քանի որ գնիքը մերժեցին ներին, պիտի հալածվեն, նեղության մեջ պիտի լինեն, դժվարություններ պիտի ունենան, նրանք ուտելիքի գարիք պիտի ունենան, բժշկվելու գարիք պիտի ունենան, եթե բանդարգված են նրանցից մի մասը, այցելության գարիք պիտի լինի, դրա համար Հիսուս ասեց, որ անոթիեի գերագրեցիք, հիվանդեի դես եկաք, բանդնեի դես եկաք, այդ դրանց համար է ասում։ Նեղության շրջանին դարձի եկող հրեաները եւ հեթանոսները, որոնք դարձան Հիսուսի եղբայրները։ Եվ քանի որ նրանք կնիքը պիտի մերժեն, ինչ պիտի լինի հետևաբար, պիտի չկարողանան արևդուր անել, չէ, գնել, ծախել, պիտի չկարողանան։ Եվ այն ժամանակ ինչ են անելու, պիտի աղոթեն, այդ էր, որ ասում էի, դերոջը հրեշտակը գրքի մեջ հայրմերի մասին բացատրություն եմ տվել այնտեղ, եթե հիշում եք։ Հայրմերը թութակի պես կրկնելու համար չէ։ Հիսուսի ասեցին աշակերտները մեզի աղոտ կնես սորվեցուր դեր։ Եվ ըստավ այսպես աղոտեք,
ով հայր մեր, որ երկինքն ես, քո անունը սուրբը լա, քո թագավորությունը կա, քո գամքը դլա, ինչպես երկինքը նույնպես երկրի վրա։ Այս երեք բաները Աստծուն է վերաբերվում։ Դուր մեզ այսօր մեր հատնորվան, ները մեր մեղքերը եւ մեզ չարեն ազատե։ Այս երեքն էլ մարդկանց է վերաբերվում, այս աղոթքը հadouk սովորացրեց Հիսուս, որովհետեւ նեղության շրջանին եղող իր դարձի եկած եղբայրները այդ աղոթքը անեն, որտեղ նրանք այդ ժամանակ կարիք պիտի ունենան այդ աղոթքը անելու։ Դուր մեզ այսօր մեր հատնորվան եւ Աստված պիտի օգնի նրանց ինչ որ ձևով մարդիկ պիտի օգնեն, ազգերը պիտի օգնեն, անհատներ պիտի օգնեն նրանց, բարեբաշտ Աստվածավախ մարդիկ կամ ազգերը պիտի նրանց օգնեն։ Եթե հիվանդ են պիտի բժշկեն, եթե բանդարգված են բանդը պիտի երթան, նրանցից շատերը պիտի գլխատվեն։ Դրանց համար է ասում Հիսուս։ Ուրեմն մենք իմանանք հայրմերը, որ ժամանակի համար է գրված, թե մենք հայրմերը երկում ենք, և մարդիկ էլ կան, որպես սովորական աղոթքի պես հայրմերն են ասում, թութակի պես կրգնելով ասնում գնում են։ Եվ նույնիսկ երբեմն լրիվ էլ չեն ասում, արանքից որոշ նախադասություններ մոռանում են ասելու։ Եվ նրանց պիտի օգնեն։ Ազգերի դատարանստանի երկրորդ պատճառը այն է, թագավորը որոշելու է, թե որ ազգն է մտնելու հազարամյա թագավորությունը։ Դրա համար մի մասը աջ կողմը գայնացրեց, մյուս մասը ձախ կողմը։ Վերջի մի հատված էլ գարտամ ու վերջացնեմ։ Եվ թագավորը պիտի ասի, մտեք ժառանգեք այդ թագավորությունը, այս թագավորությունը հազարամյա թագավորությունն է։ Սա պիտի մտնեն ժառանգեն այս թագավորությունը դատաստանից հետո։ Հազարամյա թագավորություն է, որը ոչխար գարքի ազգերը պիտի ժառանգեն հազարամյայի ընթացքում։ Եվ նրանք պիտի լինեն փրկված ազգերը նոր երկրի ժամանակ։ Նրանք, ովքեր որ փրկվեցին, the nation է գրված այստեղ, այսինքն փրկված ազգերը եւ Իսրայելը, դարձյալ Հիսուսի եղբայրները, հազարամյայի մեջ ազգերի գլուխ պիտի լինեն սրանք։ Եվ հազարամյայի ավարտին նրանք, որ մերան, հարություն պիտի առնեն, նրանք, որ կենթանի են, պիտի ապշտակվեն, երկիրը գրագով պիտի այրի Աստված, հետո նոր երկինք, նոր երկիր պիտի լինի։ Այդ ժողովուրդը պիտի դեղափոխվի այնտեղ։ Ուրիշ արետով գխոսեմ ես էլի։ Իսկ Քրիստոսի վճիրը այդ կարգի ազգերին, հերացեք ինձանից անիծյալներ, հավիտենական գրակը, որ պատրաստված է սատանայի ու իր հրեշտակների համար, եւ նրանք գնալու են հավիտենապես պատժվելու։ Այդ կարգի ազգերը մեկից կործանվելու են, որպես ազգ։ Հիմա եթե մենք հետ պատմությունը նայենք հրեական շրջանին, բաբելացիները գերի դարան, այսօր բաբելացիները չկան։ Ասորիները գերի դարան, ասորիները չկան։ Այն ազգերը, որ գերի դարան, այսօր նրանք չկան։
Այսօր ասորի ազգը գա Հայաստանում էլ, բավական ասորիներ կան եւ տարբեր երկրներ էլ կան, բայց pedagogiություն չունեն։ Այն օրը այն մեծ ազգերը, որոնք հալածեցին Հիսուսի եղբայրներին, որպես ազգ լինելուց պիտի դադարեն ռուսները, անգլիացիները, ֆրանսացիները եւ ովքեր որ պիտի հալածեն, որպես ազգ պիտի վերանան նրանք, բայց ժողովուրդը պիտի գոյատևի։ Դրանցից ոչ մեկը չի մտնելու հազարամյան եւ անհատ հանցավորները բադժվելու են հավիտենապես։ Հերացեք ինձանից, անիծյալներ, հավիտենական գրագի մեջ, սրանք ինչպես են գնալու մի անգամից գրագի լիճը։ Այս համարները, այսինքն Մատթեոս 25:41 համարը եւ Հայտնություն 19:17 համարները, այս համարները ներկայացնում են նույն դատաստանները, ձախ կողմը դասվողները ողջ կամ մարմնով չեն իջնելու գրագի մեջ, բայց նախ նրանք սպանվում են ձիու վրա հեծնողի Տեր Հիսուս Քրիստոսի բերանից ելած սրով նրա խոսքով, թե հերացեք ինձանից անիծյալներ գրագի մեջ։ Երբ Տերն այսպես հրամայում է նրանք, սպանվում են երկնային զորքի կողմից եւ իջնում են մերելների դեղը, այսինքն Շեոլը։ Այստեղ միանգամից գրագի լիճը պիտի չգնան, թեև ասեց գնացեք գրագի լիճը, բայց նախ իջնում են այստեղ Շեոլի մեջ։ Պիտի փակվեն եւ շատ ժամանակից հետո նրանց այցելություն պիտի լինի Չերմակ աթոռի առջև եւ նրանք գնալու են գրագի լիճը։ Եսայի 24 գլխու 21 համարի մեջ այնտեղ մի համար կա գրված եւ դերը այն օրը այցելություն պիտի անի երկրի վրա թագավորներին եւ անոնք բանդը պիտի ներդվեն որպես բանդարգյալ Շեոլը պիտի իջնեն սրանք եւ շատ ժամանակից հետո երբ որ վերջի դատաստանը լինի նրանք պիտի ելնեն, պիտի դատվեն եւ նոր պիտի իջնեն գրագով վարած գրագի լիճը։ Ուրեմն այսպիսով այսքանը ինչքան որ հնարավոր էր արագ ելարի, որովհետեւ կարողանամ վերջացնել ազգերի դատաստաններ, որ դուք տեսաք։ Դերորդն է ամենսել, ամեն։